Ողջույն 24-ի եթերում հետագիծն է Վեսնարեկ Գալստյան ու այս պահին ես հյուրընկալել եմ Մարդուն ենք շարժման հանրային կապերի պատասխանատու Նարեկ Մալյանին։ Պարոն Մալյան, ողջունում եմ։ Բարև ձեզ։ Եվ շնորհակալ շատ հրավերս ընդունելու համար։ Ես շնորհակալ հրավերի համար։ Պարոն Մալյան, այս իմպիչմենտի թեման, որ անել եք ու բարձրացել եք օդ, գնդակը, այսպես ասենք, պասը պատիվ ունեմի ու Հայաստանի փոխարեն կարծես թե վերցել են Ազգային ժողովի երկու անկախ պատգամավորներ՝ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը։ Հիմա քանի որ երկու ընդդիմադիր խմբակցությունները վարչապետի տեխնացուի հարցում հայտարարել են, որ իրենք չունեն վարչապետի տեխնացու, կարող է ստացվի այնպես, որ մեր ողջ ընդդիմությունը խորհրդարանական համախմբվի Աղազարյանի եւ Ասլանյանի առաջարկած վարչապետի տեխնացուի շուրջ։ Մանավանդ, երբ որ երեք Էդգար Ղազարյանը գտնվում էր խորհրդարանում ու այսպես մի մալյոտնա անցնում էր Հովիկ Աղազարյանը արագ հարցրվեց իմպիչմենտի մասին, ասաց ես Նարեկ Մալյանին ամեն ինչ ասել եմ։ Աղազարյանն ասել։ Ես Հովիկ Աղազարյանի հետ երբեք ոչ մի առնչություն չեմ ունեցել, ոչ կապ եմ ունեցել, նույնիսկ հեռախոսով երբևէ հանդիպել եմ, հետեւաբար չեմ կարծում ինչ որ բան կարող է ինձ ասել, երևի ուրիշ բան նկատի ունեցել։ Երևի կարող է, ուղղակի կամերաները այդ պայն այդպես տեսած չի։ Հաստատ ուրիշ բան նկատի ունեցել։ Հովիկ Աղազարյանի այդ հարցը բազմաշերտ է, բայց այտենց միանգամից բաց եմ այդ շերտը։ Հովիկ Աղազարյանը ինքնուրույն այսպես ասած թասիբի ընկնելով մեր հայտարարությունից, որ բոլոր այն падգամավորները, ովքեր անվստահություն չեն հայտնում Նիկոլ Փաշինյանին, վստահում են, ամենայն դեպս իր մեջ բերած պատճառաբանությունն է Էդգար Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ, եթե չեմ սխալվում, ապրիլի 22-ին է եղել այդ հանդիպումը, որի ընթացքում ինքը նաև որոշակի իրավական օգնություն է խնդրել Էդգար Ղազարյանից, որ այդ նախաձեռնությունը իրականացնի։ Նույնիսկ որպես բարի կամքի դրսևորում ինքը այդ հայտարարությունը արեց մեր նամակները հանձնելուց, առաջարկները ներկայացնելուց հետո, այսինքն ամենայն դեպս այս պահի դրությամբ ես տեսնում եմ, որ որովհետեւ բանով Հովիկ Աղազարյանի նախաձեռնությունը չի խանգարում մեր առաջարկներին, մեր ծրագրին, այս պայդրությամբ չի խանգարում։ Հաջորդ պահին ես անկեղծ չգիտեմ ինչ կլինի։ Ամեն դեպքում Հովիկ Աղազարյանից իմ համար իդեպ շատ ծիծաղելի էր այդ օրերին դիտել տարբեր տաղավարներում որոշ ընդդիմադիր պատգամավորների հարցազրույցները, որտեղ նրանք խուսափելով իմպիչմենտից ասում էին ով է անելու իմպիչմենտ կարող Հովիկ Աղազարյանը ստորագրի այդ իմպիչմենտը, քանի որ ես արդեն գիտեի, որ Հովիկ Աղազարյանը շուտով ինքը նախաձեռնել է, մասնավորապես Աննա Գրիգորյանը Երկիր մեդիայի եթերում, եթե չեմ սխալվում, նման արտահայտություն արեց պատգամավոր։ Այս պահի դրությամբ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, հատկապես որ Հովիկ Աղազարյանը նաև հրապարակային հայտարարել է, որ տեխնացուի հարցի շուրջ հնարավոր է քննարկի եւ նույնիսկ իր ստորագրությունը դնի ընդդիմադիրների կողմից նախաձեռնված ինքը ասաց մեր մոտ մեր եթերում բացառապես բառացիոն ասաց ես հիշում եմ ձեր եթերում հիշում եմ ինքը ասաց եթե Սերժ Սարգսյանի հետ կապ չունենա եւ Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունենա գիտեք ու քանի որ ներողություն երկու նորից հարցը ձևակերպեմ քանի որ երկու ֆրակցիաները ընդդիմադիր այնուամենայնիվ հայտարարել են որ իրենք պատգամանի վարչապետի տեխնացու չունեն չնայած պատրաստ են կանդիդատելու միգուցե հենց Աղազարյանի առաջարկած տեխնացուի շուրջ լինի համախմբում հեսա դրան կանդիդատառնանք գիտեք երբ որ արդեն հերթը հասնի նախաձեռնությունը կյանքի կոչվի հերթը հասնի ստորագրահավաքին բնականաբար ԿՊԱ-ականները ինչն է էլի խնդիրը որ մենք անդադ ասում ենք որոշ ընդդիմադիրներ փորձում են այսպես մանկական հակադարձություններով հանդես գալ մենք ասում ենք որ իրանք ասում են ընդդիմադիրները ասում են ԿՊ-ն չի ստորագրելու մենք ասում ենք որ ԿՊ-ն անպայման ստորագրելու է եւ առանց նախաձեռնության առանց տեխնացուի մենք երբեք չեն կարող իմանալ ԿՊ-ն կստորագրի թե չէ որովհետեւ ասեմ չէ չի կարող լինել որովհետեւ երբ որ մարդու մոտ գնում ես ստորագրության առաջարկով որ ինքը ստորագրի ինքը անպայման հարցնում է ով է տեխնացուն եթե տեխնացու է մի մարդ սա ես ասում եմ կոնկրետ խոսակցություն ԿՊԱ-ական падգամավորների հետ մասնավոր զրույցների տեսքով եթե падգամավոր բանը վարչապետի տեխնացու լինի մի մարդ որը Նիկոլ Փաշինյանին փոխարինելով գալու է գնդակահարելու ԿՊԱ-ական падգամավորներ բնական է որ այդ մարդիկ միջև արյան վերջի կաթիլը կպայքարեն որ Նիկոլ Փաշինյանը չհեռանա բայց եթե
տեխնացուն այնպեսին է, որ իրանց համար ընդունելի է, դա նորմալ է։ Այսինքն ըստ էության Հովիկ Աղազարյանը ձեր եթերից հայտարարեց, որ տորգը սկսված է, այսինքն դա մի հետաքրքիր անեկդոտ կա, հա, երբ որ կոմեդիանտներից մեկը մի օր բրիտանացի հայտարարում է, որ Անգլիայի բոլոր կանայք պոռնիկներ են, ինչից վրդոված Անգլիայի թագուհին կանչում է իր մոտ այդ զազրախոսին, ասում է, չէ կամաչում, այսինքն չշնչում, որ ես էլ եմ Անգլիայի կին, այսինքն ինձ էլ է դա վերաբերվում, այո, ասում է ինձ օրինակ ես ինչքանով եմ վաճառվում ըստ ձեզ, ասում է 1000 ֆունտ, թագուհին բարկանում, ասում է, այսինքն ինչ շնչում 1000, Անգլիայի թագուհի մասին եք խոսում, 1000 ֆունտը ոնց կարելի է, ասում է, տեսնում եք տիկին, դուք արդեն սակարկում եք։ Հիմա այդ սակարկման փուլին որպեսի հասնենք, մենք պետք է բնականաբար նորմալ ռացիոնալ տեխնացու դնենք։ Ռացիոնալ տեխնացուի մասին գոյություն ունի հստակ պատկերացումներ, այսինքն ինքը բան չի։ SS մասով ես չգիտեմ ընդդիմությունը ինչ կորոշի, ես չեմ կարող ընդդիմադիր падգամավորների փոխարեն ասել, խոսում ենք հանրային հայտարարությունները հիմք ընդունելով, պարոն Մալյան։ Հնարավոր է, ես որոշ ընդդիմադիրների գործելավոճից արդեն իմը տպավորությունն է, որ իրանք անկանխատեսելի է իրանց գործողությունները։ Ես նաև տեսնում եմ, որ ոմանք պատրաստ են Նիկոլ Փաշինյանին ատամներով պահել, քանի դեռ ենթադրենք իրանց կուրքը իշխանության գալու հավանականություն չունի այս պայդելությամբ։ Բայց կարծում եմ ամեն ինչը հաղթահարելի է։ Ոչ, մեր ծրագրի մեջ բնականաբար չի մտնում Հովիկ Աղազարյանին նախաձեռնությունը, բայց մենք բաց ենք, то есть եթե այդ նախաձեռնությունը լինի, իսկ թվում է բոլորը պետքա բոլորի առաջ բաց լինեն։ Հովիկ Աղազարյանն էլ պետքա իր, եթե երկու ստորագրություն ունի, այդ երկու ստորագրություններով բաց լինի, միանալ իրական նախաձեռնություններին, այսինքն այն նախաձեռնությունը, որը ավելի շատ ստորագրություն կհավաքի, իմ կարծիքով դա նորմալ է։ Եւ ինչու՞ չէ նաեւ, երբ որ Հովիկ Աղազարյանը դուրս եկավ ԿՊ-ից, ես դեռ այն ժամանակ եթե չեմ սխալվում, ստեղել չէի նույնիսկ Իսպանիայի թե որտեղ, ես շատ նույնիսկ գրառում արեցի, որ զգուշավոր լավատեսական կրեդիտներ եմ տալու Հովիկ Աղազարյանին, որովհետև նույնիսկ եթերով հայտարարեցի, որ Հովիկ Աղազարյանը իր ՕԳԳ-ով շատ ավելի բարձր է, քան 100 հատ Մալյան Նարեկ Էդգար Ղազարյանով։ Ինքը ունի ստորագրություն, ինքը ունի ձայն, որը դուս գալով ԿՊ-ից ինքը կարա այդ ստորագրությունով միանա ինչ-որ բանի։ Անկախ իր պերսոնաժից, անկախ իր էպատաժային վիճակից, անկախ իմ անձնական վերաբերմունքից միգուցե իր նկատմամբ եւ այլն, բայց Հովիկ Աղազարյանը այս պայդրությամբ կարա ընդդիմադիր գործունեությունը ավելի օգուտ տա, քան Նարեկ Մալյանը, քան, չգիտեմ, ցանկացած այլ ընդդիմադիր, Բագրատ Սրբազանը, մյուսը, որովհետև Հովիկ Աղազարյանը ունի մանդատ, ունի ձայն, կարող է միանալ իմպիչմենտին։ Դրա համար ասած եկեք զգուշավոր լավատեսական կրեդիտ տանք։ Պարոն Մալյան, ընդդիմադիրներին մասնավորապես Հայաստան Դաշինքից երբ որ հարցնում ես, իրենք ասում են, որ իհարկե այս թեման ավելի է խորացվել, բայց այնուամենայնիվ ասում են հետեւյալ, ասում են մենք ոչ թե դեմ ենք իմպիչմենտ անելուն, այլ մենք տեսնում ենք, որ ակնհայտ է, չէ՞ որ ասենք երկրում են իրավիճակը չի, որ քաղաքացիական պայմանագրի պատգամավորները իրենց կամքով գան եւ ստորագրեն։ Ու ասում է, այս process-ը անլուրջ է, ու այդ process-ը անլուրջ է նաեւ դրա սլակները ուղղված են ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ Հայաստան Դաշինքի դեմ։ Ինչին ներողություն եմ խնդրում, գալիս է հաստատելու ձեր մուտքի սկզբանե այս թեմայով, երբ որ դուք մտակ ու սկսեցիք առաջինը թիրախավորել Հայաստան Դաշինքին։ Այսինքն ոչ թե գնացիք կառուցողական խոսելու, այլ թիրախավորելու։ Հայտարարություններ եք անում, երբ եմ ես նախ Հայաստան Դաշինք չկա, Հայաստան խմբակ։ Դե վերջը։ Երկրորդը մենք երևի նկատի ունենք ինձ, դուք տիպի իմ հետ դուք եք խոսում։ Էդգար Ղազարյանին ոչ մի բան չեմ տեսել, ես էլ երբեք ոչ մի ինչ-որ բան չեմ արել։ Ինչ եմ ասում եք, որ բան են այդքան լուրջ է ձեր արածները, մինչև այդ Ռոբերտ Քոչարյանին, չէ, որտեղ թիրախավորել եք ունեք, եւ այլն, հիմա քանի բան կարող ասեմ։ Չէ, մի բան ասեք։ Ասում եմ օրինակ, եւ մինչև process-ը սկսելը, դուք սկսել էիք Ռոբերտ Քոչարյանին, այսպես քննադատել, հա, այս ձևակերպով, որ դուք ռեսուրս չունեք, ես չունեք, այն չունեք եւ մնացած Հայաստան Դաշինքը ձեր ձեռքը կամ խմբակցությունը գերի է ձեր ձեռքը, այսպես ինչ որ ձևակերպումներով եւ այլն եւ այլն։ Ես հիմա էլ եմ այդ ասած։ Չէ, ներողություն եմ խնդրում, բայց դա Հայաստան խմբակցության հետ կապ չունի։ Ոնց կապ չունի, իրենց առաջնորդի մասին եք։ Հայաստան խմբակցության առաջնորդ դրա համար ուղղեցի։ Հայաստան խմբակցության առաջնորդը Սեյրան Օհանյանն է։ Հայաստան նախընտրական դաշինքը 21 տնից հետո ընդունում են իրենց քաղաքական առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, պարոն Մալյան։ Մարդիկ իրենց քերուն է կանան ընդունեն որպես առաջնորդ, որպես հեղինակություն, բան դա կապ չունի։ Ստե իմպիչմենտի գործընթացն այնպեսին է, պարոն Գալստյան, որ ցանկացած падգամավոր անհատապես
պատասխանատվություն ա կրում եւ անհատապես ա մասնակցում այս գործընթացին, այլ ոչ խմբակցային, առաջնորդային կամ ինչ-որ խմբային ինչ-որ վիճակներով։ Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին, ապա ժամանակը ցույց տվեց, որ իմ հայտարարությունները ճիշտ են։ Ես քեզ հիշեցնեմ իմ հայտարարությունը։ Ես հայտարարել էի, որ Հայաստանի Հանրապետությունում կա երկու մարդ, ով դեմ է անվստահության գործընթացին։ Մեկը Նիկոլ Փաշինյանն է հայտնի պատճառներով, որտեղ չուզում իշխանությունից հեռանա, մյուսը Ռոբերտ Քոչարյանը։ Դե բա այդքանից ինչ եք ուզում, ուզում եք որպեսզի այդ մարդիկ չպաշտպանվեն ձեր ասած։ Այսինքն այդ մարդիկ, չգիտեմ, այդ մարդիկ ընդհանրապես ինչի են առաջնորդվում Ռոբերտ Քոչարյանի։ Ոնց ինչ են, իրենց առաջնորդն է քաղաքական, սոփեստություն եք անում այս բանին։ Պատասխանատվությունը կրում են իրանք, մեկ, չգիտեմ ինչ են առաջնորդվում, բայց երկրորդ հերթին, եթե հարցը գնում է իմ հայտարարությանը, կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի։ Այսինքն թիրախավորում չէր լինի, եթե իրանք ասեին, դες ինչ ես ասում։ Մենք իհարկե մասնակցում ենք նախաձեռնավորել եք, որից հետո իրենք պատասխանում են, պարոն Գալստյան։ Ես Հայաստան խմբակցության որևէ падգամավորի կամ խմբակցության ընդհանրապես մեծ հաշվով վերցած երբեք չեմ թիրախավորել եւ չեմ թիրախավորում։ Ես ասել եմ մարդու անուն, որը անվստահության գործընթացի սուբյեկտ չի։ Հասկացա, Ռոբերտ Քոչարյանը խոսքերը չի վերաբերում Հայաստան խմբակցությանը, բանալ չի վերաբերվում։ Հայաստան խմբակցության մեջ ես ճանաչում եմ մարդկանց, падգամավորների, ովքեր շատ նախաձեռնողական հուսով եմ նաև կգտնվեն հրապարակային առումով, կմասնակցեն դիցեք, եթե դուք, այսինքն Հայաստան խմբակցությունը Ռոբերտ Քոչարյանի սեփականությունը չի, այդ մարդիկ դա падգամավորներ են։ Հասկացա, բայց Ռոբերտ Քոչարյանը այդ քաղաքական բլոկի առաջնորդն է, ուզեք կամ չուզեք։ Նույն տրամաբանությունն է, որ այսօր պատիվ ունեմ Հանած Թագուհի Թովմասյանի եւ մնացածը հանրապետական եւ Մարտուն Գրիգորյան հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են, ու դուք վաղը սկսեք թիրախավորել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, դուք ասո դուք կամ X որևիցե մեկը, ու նաեւ հայտարարեք, որ այդ օրինակ Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, Աննա Մկրտչյանը, Տարոն Մարկարյանը կապ չունեն դրա հետ, որտեղ վերջո պատիվ ունեմ առաջնորդու Սերժ Սարգսյանը, չի։ Պատիվ ունեմ խմբակցության հայտարարության մեջ արկային անհատապես բոլոր падգամավորների ստորագրությունը։ Իդեպ այդ հայտարարությունը դեռ նշի, որ համաձայն եմ, անկեղծ ասած, այսինքն դրան էլ էսա հուսով եմ կանրադառնանք, բայց ամեն դեպքում յուրաքանչյուր падգամավոր իր անհատապես ստորագրությամբ հաստատեց իր դիրքորոշումը։ Այստեղ այլևալությունների տեղիք առանձնապես չկա ստորագրությունների եւ դիրքորոշումների մասով։ Հայաստան խմբակցությունը տարածեց անորոշ, անստորագիր մի հայտարարություն ամբողջ ֆրակցիայի կողմից ամբողջ ֆրակցիայի կողմից չէր կարող լինել այդ հակառակը պնդողը չի եղել հանրային ձևով։ Դե մենք հեսա արդեն երբ որ հրապարակային փուլ կանցնենք, ես կհանդիպեմ падգամավորների հետ, որպեսզի հավաստիանամ, որ դա տեղի է ունեցել։ Բայց երբ եք հանդիպելու։ Նախ այդ խմբակցության նիստն է տեղի ունեցել, ոչ թե եղել է հավաք Ռոբերտ Քոչարյանի աշխատասենյակում եւ թուղթադրվել սեղանին, ասվել է այս ձեր տեսակետն է, դա կպաշտպանեք։ Այս իմպիչմենտը մեր դեմ է եւ այլ եւ այլ։ Բայց բանալը նախ իրենց քաղաքական առաջնորդն է։ Հիմա տեսեք, այս շատ լավ է։ Քաղաքական առաջնորդը բարձր այդ թիմներ հետեւ, եթե անգամ այդպես է, հետեւելու է իրենց քաղաքական առաջնորդի, ասած է, որ դա տարօրինակություն է։ Ոչ մի տարօրինակ բան չկա։ Տարօրինակ բան այն է, թե այդ նույն քաղաքական թիմը ձեզ մեղադրում են նրանով, որ դուք ի սկզբանե ոչ թե ցանկանում եք արդյունք ստանալ, այսինքն արդյունք կլինեն պարագայում, երբ որ օրինակ դուք գնաք, բանակցեք հետները, խոսեք, այդ ամեն ինչը լինի կառուցողական մթնոլորտում, այլ դուք հանրային ձևով, այսպես երևի թե ճիշտ կլինի այդ բառը օգտագործել, հարձակումներ եք իրականացնում падգամավորների նկատմամբ, ու հետո ասում եք դե եկեք նստենք խոսենք։ Ես հանրային ձևով, ես հարձակում որևէ падգամավորի նկատմամբ չեմ իրականացրել, պատասխանել եմ մի падգամավորների հրապարակային հայտարարության, այսինքն պատասխանողի դերում եմ հանդես եկել։ Ինչ վերաբերվում է նույնիսկ եթե ես ինչ-որ հարձակվել եմ մենակով, հարձակվել եմ այդ քաղաքական բլոկի դեմ եմ հարձակվել, ենթադրենք, պայմանական ընդունենք, որ դա այդպես է։ Այսինքն իրանք էլ որոշել են իմինադու չպայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Որտեղ պրոցեսի լրջությունը չեմ հավատում։ Իմինադու որոշել են չպայքարել։ Պրոցեսի լրջությանը չեն հավատում, ասում են։ Գեգամ Նազարյանը ասաց Էդգար Ղազարյանը անլուրջ մարդ է։ Այդ պրոցեսը ամենալուրջ պրոցեսն է, այդ պրոցեսի այլընտրանքը բոքսի տանձիկի կարգավիճակն է ազգային ժողովում ամեն չորեքշաբթի օրը, որը մենք տեսնում ենք։ Եթե դա է լուրջ, ուրեմն თუ դրանով զբաղվեն։ Իսկ եթե լուրջը այն միակ տարբերակը իմպիչմենտի տարբերակով Նիկոլ Փաշինյանից ազատվելն է եւ այս ստորացումից նվաստացումից ազատվելն է, թող նախաձեռնեն, կրկնում եմ, ոչ թե միանան մեզ, ոչ թե անեն այն ինչ ասում ենք, այլ իրանք թող նախաձեռնեն։
Թող մեզ սենց ասեմ ձեզ, թող եթե տենց թասիբով ընդդիմադիրներ են, բան, թասիբեն ընկե, ինձ ատում են, չեն սիրում եւ այլն, թող ինձ ընդհանրապես հանեն այս թեմայի մեջից, իրանցով նախաձեռնեն, ասում են նախաձեռնենք, թե կան ստորագրություն չունենք, դա ասած։ Այսինքն իրանք չեն, մի րոպե, ստացվում է իրավիճակ, որ իրանք չեն կարող, իրանք հայտարարում են, որ իրենք իմպոտենտ են, այսինքն չեն կարողանում անել։ Այ պարոն Մալյան ջան, իմպոտենտի հարցը չի, ասում են քաղաքացիական կա Դուք ոչ չեք ընդունում, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան խմբակցության առաջնորդն է։ Կարծես թե չեք ընդունում Էվենկա, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագրի առաջնորդն է։ Նիկոլ Փաշինյանը իմպիչմենտի հետ որևիցե կապ, ինքը իմպիչմենտի սուբյեկտ չի, ինքը իմպիչմենտի օբյեկտն է։ Հիմա մի րոպե։ Եթե ասած խառնում ենք, խառը ասած բաներ ենք խոսում, ասում ենք քաշվում ենք, մի կողմ է ուրիշ բան։ Բայց եթե հատ տրամաբանական տրամաբանում ենք Ուրեմն ազգային ժողովի քաղաքացիական պայմանագրի խմբակցությունը, որը Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմն է, ձայն տա Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու նախագծին, եթե դրա համար չկա ստեղծված քաղաքական պայմաններ երկրում։ Հարցս այսպեսին է, ուսամ չեմ խառնում, աչուձախ չեմ տալիս։ Չեք խառնում, աչուձախ չեք անում, բայց այսինքն ընդդիմությունը արդեն միացել է այդ նախաձեռնել է այդ նախաձեռնությունը կա հասել ենք քաղաքացիական պայմանագրին եկեք մի հատ արձանագրենք որ ընդդիմությունը տորպեդահարում է իմպիչմենտ միակ հնարավորությունը Նիկոլ Փաշինյանից ազատվելու եւ անցնեմ ձեր հարցի պատասխանին ուրեմն քաղաքացիական պայմանագրի խմբակցությունում կան մարդիկ ընդհանրապես 10-12 падգամավորի անունից ավել ոչ մեկ չի կարա տա որովհետեւ 10-12 գլադիատորներն են միշտ ինչ-որ հայլնում ԿՊ-ի ֆրակցիայի անունից հայտարարություններ անում, ինչպես նաև տեսանք Հայաստան խմբակցության ֆրակցիայի անունից անստորագիր, անանուն ինչ-որ հայտարարություններ են լինում, հա, բոլոր падգամավորների անունից։ Այդ նույն գործելավոճն է։ Հիմա մենք ԿՊ ֆրակցիան բաղկացած է 70, եթե չեմ սխալվում, 1 հոգուց։ Մենք 11 հոգու անուն գիտենք։ Մենք չգիտենք այն 60 հոգու կարծիքը, տեսակետը, մոտեցումները։ Մինչև մենք խոսում ենք, ներողություն եմ խնդրում, որպես Մասկ վարչության անդամ լիազորված եմ հայտարարել, որ վարչության որոշմամբ հանձնարարվեց ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Պաստայանին եւ Հովիկ Աղազյանին ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի տեխնացու առաջադրել ԱԺ 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարների պատգամավոր ՀՀ հատուկ հանձնարարությունով նախկին դեսպան Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուկյանին։ Հովիկ Աղազարյանը առաջնորդ է անում, առաջադրում է իրանք Էդմոն Մարուկյանին։ Ինչ վատ է։ Նախաձեռնություն կա արդեն, չէ՞։ Հիմա անդրադառնամ ձեր հարցին։ Այս նախաձեռնության մասով իհարկե բնականաբար տեսակետ կհայտնենք, էլի, որովհետև հեսա մոտ 10-15 րոպեից Էդգար Ղազարյանի եւ Հակոբ Արշակյանի հանդիպումը պետքա տեղի ունենա։ Մեր հաղորդումը երեկոյան է եթեր արձակվել, դրա համար խնդրում եմ այս ժամանակային բաները հնդածը սա տեղի ունենում, էլի, այս քիչ չդատը։ Եվ հիմա այդ Մարուկյանի շուրջ կարող է քաղաքական process ձևավորվել։ Ես ինչ իմանամ։ Ես չգիտեմ այդ process-ի սուբյեկտները ազգային ժողովի падգամավորներն են։ Ես չեմ, կրկնում եմ, ձեր ցավը տանեմ, հարգելի լրագրողներ հատկապես։ Մեզ մի ներկայացեք որպես նախաձեռնողներ։ Նախաձեռնող կարող են լինել։ Մենք արթուն ենք, շարժումն ենք, ով որ հանային, այսպես ասեմ, մասն ենք ապահովում այս ամեն ինչի, ով որ դեռևս ձմեռվանից, այս մի քանի ամիս առաջվանից հայտարարեցինք, որ այլևս թույլ չենք տալու, որ մարդկանց որոշ ավանտյուրիստներ օգտագործելով մարդկանց ընդդիմադիր կեցվածքը ընդդիմադիր դիրքորոշումները հանեն դենց փողոցներում ֆռստեն մանտան ու ուղարկեն ճամփենտուն հերճում ասեն չեղավ ախպեր բանը իշխանապողությունը մենք մատնանշում ենք միակ հնարավոր տարբերակը իշխանապողության եւ լեգիտիմ հարց ենք բարձրացնում ամբողջ ընդդիմության եւ ոչ միայն ամբողջ ընդդիմության ազգային ժողովի падգամավորների առաջ քանի որ հիմքերը անվստահության դրանք բոլորի վրա են տարածվում Ինչու չեք նախաձեռնում, էսա, այդ հարցի պատասխանը դեռևս չունենք։ Եթե հարցը ենթադրենք տեխնացուն է, մենք պատրաստ ենք ամբողջ քաղաքական դաշտի հետ խորհրդակցություններ իրականացնելու։ Էդմոն Մարուկյանի շուրջ պատրաստ եք
Ինչ եմ պատրաստ։ Ես պատրաստ եք պատգամավոր լինեի, Չէ, պատրաստ եք օրինակ գնալ պատգամավորների մոտ ու ասել, որ կարելի է քվեարկել հանուն այդ մարքային տեխնատությանը։ Եթե հիմա հասանք այդ հարցին, դե հիմա մարդը, եթե դուք ասում եք երբեք նախաձեռնություն չի եղել, չէ՞, մինչև հիմա, այս պայն կա սեղանի վրա մի նախաձեռնություն։ Հովիկ Աղազարյան, Հակոբ Ասլյան, Էդմոն Մարուկյան։ Կա այս պայմանությամբ կա երկու, հես ասեմ, բացատրեմ, մեր այս պայմանությամբ կա երկու պատգամավոր նշած, ովքեր նախաձեռնել են անվստահության գործընթաց, արդեն կա տեխնացու, չէ, որտեղ չկար այդ տեխնացուն, եւ կա նախաձեռնություն։ Շատ լավ, արդեն մի նախաձեռնությունը մենք համարում ենք նորմալ։ Ես ձեզ վստահ ասում եմ, շատ ու շատ վերաբերմունք անձնական ունենալով Էդմոն Մարուկյանի նկատմամբ, իմ կարծիքով Էդմոն Մարուկյանը շատ ավելի լավ կկառավարի, քան Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում ասած ասեմ, ցանկացած մարդ ավելի լավ կկառավարի, ավելի դրական կլինի։ Դե գիտեք, ես մեմ 200 կտամ, ձեր մոտ խնդիրներ կսկսի, ինձ մի անգամ հարցում էին, ասում էին մեր ընկերներից, ասում են, բա ոսենց Քոչարյանի բան ես անում, ճշմարտությունը երեսին ասում ես, հանրային ասում ես, չես վախենում, որ գա իշխանության քեզ ձերբակալի, ես պատասխանել եմ հետևյալ կերպ, ես պատրաստ եմ ունենալով այդ հեռանկարը պայքարել, որպեսզի Քոչարյան Ռոբերտը գա իշխանության եւ պատրաստ եմ Քոչարյան Ռոբերտի օրոք լինել քաղբանտարկյալ, բանտում լինել, քան Նիկոլ Փաշինյանի օրոք ազատության մեջ ապրել։ Իմ համար կարևոր խնդիր է, որպեսզի այս Հայաստանի այս բաժանումը, այս նվիրատվությունը ստոպ լինի, կանգնի։ Հիմա ոնց այդ խնդիրը կլուծվի, ով կայդ խնդիրը առավելագույն լավ կլուծվի, դա շատ ավելի լավ։ Իհարկե, բնականաբար ես ունեմ իմ նախասիրությունները քաղաքական եւ այլն, որոնք չեմ դնում այս գործընթացից առաջ, որպեսզի գործընթացը իրականանա, բայց եթե հիմա վերադառնանք ավելի բանին, դա մեր նախաձեռնությունից, մեր արթունենք շարժման շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին, ես կարծում եմ, որ կա 3 տարբերակ հնարավոր սցենարների։ Տարբերակ առաջին, երբ որ իրականում Հայաստան խմբակցության падգամավորները եւ պատիվ ունեմ խմբակցության падգամավորները, բոլոր падգամավորները ընդդիմադիր համախմբվեն, ազնվորեն գնան առաջ, այսինքն այս նախաձեռնությունը դարձնեն իրականություն։ Երկրորդ տարբերակը, եթե մաթեմատիկա մոտոց չի բռնում, պարոն Մալյան, համախմբվեն, դեմ չեմ, համախմբվելու արդյունքում մենք ունենք 6+20 падգամավոր, եղավ ձեզ 34, օրակարգ մտնա պետքա 36, որ ասում են տանեն առաջ, բա հետո։ Այդ տանեն առաջը process-ն է, բան գալիս, ես չասի համախմբվեն ու տենց այդ հենց համախմբվեն Նիկոլ Փաշինյանը կգնա։ Համախմբվեն այդ փափուկ մասերը կտրեն դիվանների վրա, ասեցի գնանք հացի։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում, բան գալիս, այս process-ի սկզբի համար եմ ասում։ Ես չասեցի, որ եթե հենց համախմբվեն Նիկոլ Փաշինյանը կհեռանա, ես նման բան չեմ ասել։ Ես ասում եմ, որ համախմբվեն, իրանց փափուկ մասերը կտրեն դիվանների վրայից ու աշխատեն հաղթանակի համար, որովհետև դրա այլընտրանքը կրկնում եմ, ոչինչ չանելն է։ Դա մի տարբերակ։ Երկրորդ տարբերակ, եթե խմբակցություններից մեկը առաջադրում է տեխնացու, այն մյուսը շարունակում է տորպեդահարել։ Անուններ չենք տալի, բայց բոլորս հասկանում ենք ով է դեմ այս բանի իմպիչմենտին, ով է կողմ։ Այդ դեպքում վերցնում ենք այդ խմբակցության ավելի քիչ ստորագրությունները ու սկսում ենք ընկնել դռնեդուր արդեն քաղաքական պարտադրանքով, ոչ թե ստիպել, որ ստորագրեն, այլ ստիպել, որպեսզի անհատապես բոլոր падգամավորները ընդդիմադիր կոչված հայտարարեն իրանց դիրքորոշման մասին հրապարակային, ոչ թե թաքնվեն ինչ-որ խմբակցային ստորագրի բաներ։ Ներանք Գեգամ Նազարյանը հրապարակային հայտարարեց, թե Էդգար Ղազարյանի process-ը անլուրջ է, դրա համար ես չեմ Գեգամ Նազարյանի դիրքորոշումը հրապարակային արդեն ունենք, չէ՞։ Թագուհի Ղազարյանը, օրինակ ՀՊ падգամավոր, եւս հայտարարել է իր դիրքորոշումը։ Մենք ունենք Թագուհի Ղազարյանի դիրքորոշումը։ Ազգային ժողովը բաղկացած է 107 падգամավորից, որից, ասենք, 2-ի անուն նշեցիք, 2-ի դիրքորոշումը մենք արդեն ունենք, հա։ Թագուհի Ղազարյանը գրել է, որ անկախ նրանից Նիկոլը ինչ օրենք կխախտի, ինչ սահմանադրությունը, որ կետով կխախտի իշխանը, ինքը անվերապահորեն վստահում է Նիկոլ Փաշինյանին եւ կիսում է այդ առերևույթ հանցագործությունների պատասխանատվությունը։ Սա եւս դիրքորոշում է։ Այսինքն մնաց 105 падգամավորի Արսեն Թորոսյանն էլ է հայտնել հրապարակային դիրքորոշումը։ Մի քիչ վիճելի է այդ որպես քրեական գործերի ծանրության տակ կախված մարդու կողմից ինչ-որ բան է, գործընթացը ընդունենք, այո, Արսեն Թորոսյան։ Մնաց 104 падգամավորի դիրքորոշում ճշտենք։ Պատիվ ունեմին էլ հանեք։
Չէ, ես չեմ համարում, որ պատիվ Մարդիկ ասել է ստորագրություն։ Ես չեմ համարում, որ պատիվ ունեմի ստորագրությունները դրանք դիրքորոշում են։ Դիրքորոշումը կլինի արդեն տեխնացության տեսքով։ Երբ որ կլինի տեխնացու, այդ ժամանակ ես կհամարեմ պատիվ ունեմ ունի դիրքորոշում։ Հիմա լավ, տեսականորեն մենք ունենք, տեսականորեն չէ, պրակտիկորեն հայտարարության տեքստով, պարոն Մարյան, ունենք Հայաստան Դաշինքի եւ պատիվ ունեմի հայտարարությունները, որտեղ ասվում է, որ մենք տեխնացու չունենք։ Ճիշտ է։ Հայտարարությունները։ Դրանք տարբեր հայտարարություններ են։ Հա, բայց այդ տեխնացու չունենալու հանգամանքը ֆիքսվում է։ Պատիվ ունեմի պարագայում ասում են պատրաստ են քննարկել։ Հայաստան խմբակցությունը չի ասում տեխնացու չունեմ։ Հայաստան խմբակցությունը շատ տարօրինակ հայտարարություն տարածվեց Հայաստան խմբակցությունից, իրանք ձեր տաղավարում Իշխան Սաղաթելյանը հայտարարում էր, որ իրանք 4 տեխնացու ունեն, 4 հոգի ունեն։ Ձեր տաղավարում էր հայտարարում, այսինքն չի ասել, որ չունեն։ Այս process-ի համար, որը որ դուք առաջարկում եք, ասում են Հայաստան խմբակցությունից ձեր տաղավարում հայտարարում ասում էր, դուք նույն հարցը տվեցիք իրեն, ասացիք տեխնացու սասմա չունեք, ասում ոչ չունենք, միա 3-4 հատ տեխնացու ունենք։ Այսինքն ունեն տեխնացու, եկեք ընդունենք, որ ունեն։ Դրանք տարբեր բաներ են, մոտեցումներ են։ Հայաստան խմբակցությունը տարօրինակ պահանջներ դրեց մեր առաջ, ասենք են, որ ժողովուրդ կհավաքեք, падգամավորների ստորագրություններ կբերեք, առաջնեկի սիրտը կբերեք, մեզ կհանձնեք, բան, նոր մենք կպայքարենք Նիկոլ Փաշինյանի դեմ։ Արման Մարտյանի խոսքերը հիշեց այդ առաջնակի խոսքից հետո։ Ինչ այդ պայմաններին, հա, այսինքն նույն Հայաստան խմբակցության հայտարարությունից ստացվում է, որ իրանք Նիկոլ Փաշինյանի դեմ կպայքարեն ԿՊ-ից հետո, այսինքն սկզբից ԿՊ-ն կմիանա, այդ պայքարին հետո նոր Հայաստան խմբակցությունը ոնց է ստացվում, բա։ Դե հենց տենց։ Եկեք տրամաբանության նորից քանդենք տրամաբանությունը։ 6 ստորագրություն ունի պատիվ ունեմը, չէ՞։ Իրանք 8 են ուզ, այդ երկուսը ենթադրենք, ես էլ տենց բան էի, մտածում էի թե ինձ Հայաստան խմբակցությունից պետք է ասեն ես ինչ անեմ, ասենք իրանց այդ մետադիժկան վերցած գրում եմ այդ երկու ձայները որտեղից են բերելու երկու ստորագրությունները։ ԿՊ-ից։ Հա, այսինքն ԿՊ-ն պետք է միանա։ ԿՊ-ն չէ, ԿՊ-ից երկու падգամավոր, տարբեր բան։ Հասկանում եմ, ԿՊ-ից երկու падգամավոր։ Կամ օրինակ անկախ падգամավորները, 4 անկախ падգամավոր։ Այսինքն ԿՊ-ից երկու падգամավոր։ Հասկացա, 4 անկախ падգամավորներ, ասենք թե չեն տալու, ԿՊ-ից, չէ՞, ԿՊ-ի падգամավորները միանում են գործընթացին, նոր միանում է, ասենք Իշխան Սաղաթելյանը։ Այսինքն իրանք կսկսեն պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ արդյունավետ պայքարով, այն ԿՊ-ից հետո, այսինքն ԿՊ-ից հետո են հավատալու այդ գործընթացի լրտությանը։ Իհարկե այդ ամենանլուրջ բանը է ամբողջ process-ի մեջ, ինչը տեղի ունեցավ, դա Հայաստան խմբակցության անլուրջ հայտարարություններ, որից հենց իրանք սկսեցին հետ կանգնել, հենց ձեր տաղավարում նույն Իշխան Սաղաթելյանը մի բառ չխոսեց ժողովրդի այդ պահանջից, որ ժողովուրդ բերեք, որ մեզ համոզեք պահանջից, ինքը խոսեց ստորագրություններից եւ այլ։ Արդեն իրանք խոսությունից հայտարարությունից մի ժամ հետո հանեցին իրանք մի պայմանը, թողել են երկրորդը։ Ես տեսա, որ հարցազրույց էր տվել Աննա Գրիգորյանը երեք եւ նաեւ այդ երկրորդ պայմանն էլ արդեն կամաց դուրս եկել, որ տիպը եթե նախաձեռնի պատիվ ունեմը մենք կմիանանք։ Էլի ողջունելի քայլ է։ Պատիվ ունեմը ինչ արեց, ըստ էության քաղաքական առումով եմ ասում, ինքը ճկուն թողեց գործընթացը, այսինքն ինքը հայտարարեց, որ մենք տեխնացու չունենք, ինքը հայտարարեց, որ մենք հիմա հայտարարում ենք, որ տեխնացու չունենք։ Ենթադրում եմ դուռը բաց թողելով Հայաստան խմբակցության համար, որպեսի այդ պահիտակ արված այդ անլուրջ հայտարարության տակ այդ մարդիկ չմնա, նկարանան դուրս գան, ճկուն գան, միանան այդ process-ին։ Ինչը իմ կարծիքով, իմ հայացքով հաջողվեց։ Այսինքն եթե այս երեկվա Աննա Գրիգորյանի հարցազրույցն էլ վերցնեմ հիմք, նշանակում է Հայաստան Դաշինքի եւ պատիվ ունի մեջ որոշակի քննարկում գոնե գնում է տեխնացուի շուրջ։ Եվ լիահույս լինենք, որ ի վերջո 4 տարի անց, 4 տարի ապարդյուն պայքարներ բեմականացվելուց հետո, որտեղ դրանք ես լուրջ պայքարներ չեմ համարել երբեք, հիմա նոր կնախաձեռվի նորմալ արդյունավետ պայքար ամբողջ ընդդիմության իրական համախմբմամբ, ոչ թե կեղծ այն որ եկեք իրար քֆուր չտանք մի քանի օր, իբր թե իրար հետ միասին ենք ժողովրդի առաջ խայտարակ չլնենք մոտիվացիա, բայց տակից իրար ինչ ասես ասեն։ Իդեպ ասեմ, այդ ամբողջ փոխհրաձգությունը երկու թիմերի միջև իմ նախաձեռնությամբ սկսվեց ինչի համար։ Ես ուղղակի հրապարակ բերեցի այն ինչը որ լատենտ, այսպես ասեմ, թաքնված իրականություն է, օգուտ ստացաք։ Իհարկե, ինչով։ Հաջորդ համախմբումը լինելու է անկեղծ, իրական, գործնական եւ օրակարգի շուրջ ոչ թե անձերի։ Լավ,
Պարոն Մալյան ջան, հələ մի վարքյան նորից գնանք, շարունակենք։ Ասենք թե տեսականորեն այս երկու թիմերը հավաքվում են իրար հետ, ասում են մենք անձամբ չունենք տեխնացու, չունենք այս պահին, դա երրորդ տարբերակներ է, հիմա դե հիմա այդ պարագայում ինչա լինում։ Ոչ չի եսով եմ որ դες լրացնում։ Դա երրորդ տարբերակներ, որը ես ասի 3 տարբերակ կա, երկուսը կա մասի, երկուսի մասը, երրորդը դա։ Երրորդը դա, այսինքն դա թուղթ է, որով հավաստագիր է, որով մենք հավաստում է, որ մեր ընդդիմությունը իմպոտենտ է։ Այսինքն անկարող է որևիցե մի բան անել։ Այսինքն 4 տարվա ընթացքում չկարողացավ Նիկոլին փոխարինող գտնել։ Այսինքն դիմադրություն շարժումը ֆիկցիա էր օրինակ, որովհետև եթե դիմադրության շարժումը հաղթեր, Նիկոլ Փաշինյանը ենթադրենք դեպրեսիայի մեջ ընկներ այդ ցույցերից, այդ գորգորոցներից, այդ ֆանարիկներից բանից ու հրաժարական տար, ում էին դնելու, ում էին առաջադրելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն։ Այսինքն դա էլ չունեին։ Այսինքն ասես մեծ խափեության բաներ է բացվում, էլ էլեմենտներ է բացվում։ Ես չեմ կարծում, որ դա այդպես է։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը մի հատ չէ, 100 հատ։ Ես կարծում եմ Հայաստան խմբակցության իմ կարծիքով համարյա ցանկացած падգամավոր պատրաստի վարչապետի տեխնացու է։ Նույնն էլ կարծում եմ պատիվ ունեմ խմբակցության մասով։ Սենց ասեմ, դες նոր խոսք գնաց Լուսավոր Հայաստանի այդ Էդմոն Մարուկյանի մասով։ Եթե իմ ընտրությունը վերջում մնա, որ Էդմոն Մարուկյան թե Նիկոլ Փաշինյան, միանշանակ Էդմոն Մարուկյան։ Միանշանակ, ես անկեղծ եմ ասում, նույնիսկ իմ բերեք իմ ամենաչսիրած մարդուն ես միանշանակ Տիգրան Խզմալյանն էր, բան։ Ամառ միանշանակ Դանիել Յոնեսյան։ Դանիել Յոնեսյան։ Անուններ եմ տալու, չեմ խնայում։ Բայց ասենք այդ Դանիել Յոնեսյանը պետք է ինչ-որ առումով հասնի, չէ՞, այդ վարչապետի կարգը որ տամ հաստատ կասեք, չէ, բայց չեմ տալու այդ անունը։ Հիմա ասենք դա եղավ որ բուջուր ժամանակ դա փոքր տղաս գայս էր ինձ հարցեց, ասեց դու դեմ կլինես, որ ես ամուսնանամ բան օտարերկրյա ինչ-որ աղջկա հետ, դե բուջուր էր, ասում տղա ջան, դու ես ամուսնանալը դու պետք է որոշես, հա գնաց մտածեց, փորձում եմ ինձ հակադրվող բան, իսկ եթե կապիկի հետ ամուսնանամ, եթե կատվի հետ ամուսնանամ, եթե ճանջի հետ ամուսնանամ, հիմա այդ բանի հետ որ եկել ենք ցանկացած ինչի չված վարչապետ տեխնացու է Դանիելը։ Այո, եթե կանգնացնելու է բայց ինչու ենք մենք այդ տեխնացությունները քննարկում, Ժողովուրդ ջան, մենք արժանավոր դիքը մարդիկ ունենք, այսինքն եկանք հասանք այն արդեն Դանիել Յոնեսյանին քննարկելուն։ Այսինքն այլ արժանավոր մարդ չկա ընդդիմության տեսադաշտում Դանիել Յոնեսյանին ենք։ Չէ, որ ասի գլուխ։ Դե ես ասում եմ Հայաստան խմբակցության յուրաքանչյուր պատգամավոր սպասում ավերջնական բյուրեղացում process-ի ժամանակային առումով։ Հիմա ընթացքի մասին խոսեմ։ Այս պայդրությամբ ես նաև ունեմ տեղեկություններ, որ տեկտոնիկ գնում է խորհրդակցություններ, ինչքան էլ որ փոխհարաձգությունը առերևույթ տեղի ունեն, նաև տեկտոնիկ գնում է խորհրդակցություններ այդ հանգուցալուծման համար, ինչպես տեսնում եք, պատիվ ունեմը հայտարարությունից հետո չի պարփակվել իր մեջ։ Իսկն այդ խմբակցության անդամները հարցազրույցներ են տալի, պնդում են, որ իմպիչմենտը միակ տարբերակն է, պնդում են, որ իրանք դա նախաձեռնելու են իրական, այսինքն որոշակի նախաձեռնություն սպասել։ Իմ կարծիքով մոտակա մեկ շաբաթվա ընթացքում մենք ես հույս ունեմ կունենանք վարչապետի տեխնացու, կսկսենք քայլ առ քայլ, փոքրիկ քայլերով, ստորագրություն առ ստորագրություն գնալով ստանալ այդ ստորագրությունները։ Ձեր հարցը անպատասխան մնաց ԿՊ-ական падգամավորների ստորագրությունների մասով, դրան էլ եմ ուզում պատասխանեմ։ ԿՊ-ական падգամավորներ, մի հատ խնդրում եմ ձեզ մի քանի վայրկյան պատկերացրեք, դուք ԿՊ-ական падգամավոր եք, այն 60-ից, ոչ թե գլադիատորներից, անտրուսիկ Վահագ Ալեքսանյանի մասին չի խոսքը, որը իրոք անտրուսիկ էր եւ հիմա падգամավորական բարձր աշխատավարձ ստանում, հիմա ինչ որ մարդիկ իրան փողոցում ճանաչում են, արդեն ոչ որպես անտրուսիկ, այլ որպես արդեն ինչ որ ազգային ժողովի ամբիոնում խոսացող մարդ եւ այլ արտոնություններից աղտում։ Այդ մարդկանց մասին, նրանք 10-12 հոգի են։ Հիմա այդ խմբակցությունում կան падգամավորներ, որոնք հստակ հասկանում են, որ այս ամեն ինչը մի օր վերջանալու է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժ չի։ Սա արտաքին քաղաքական շանտաժների, ինչ-որ շահերի համախմբման արդյունքում գոյատևող օրի վրա գոյատևող իշխանություն այդ մարդիկ ապագայի խնդիր ունեն։ Իրանք կամ պետքա կիսեն Նիկոլ Փաշինյանի հանցակիցը դառնան, իսկ դա արվելու է հրապարական, օրինակ Թագոյ Ղազարյանը որոշեց, որ ինքը կիսում է Նիկոլ Փաշինյանի մարդը ես գնահատում եմ իր խիզախությունը, որ ինքը կներեք, այդ կամ այսինքն մինչև այսօր որ
Այս ամբողջ տեղ ունեցած գործընթացների ժամանակ բոլորը միահամուռ, միախոռ ամբողջ գործընթացները որն է, մի հատ Արցախի հանձնումից սկսած վերջացած այս ողբերգություններով, որ կա ձեն չեն անել, այդպես եւ ոչ միայն ձայն չեն անել, նաեւ քվեարկել են հոգուտ բազմաթիվ այդպիսի բաներ արդարացնող օրինագծերի, այդ ձեր համար այդպես չէր բացահայտում, որ իրանք ճակերտավոր հանցակից են, հիմա պետք է բացահայտվի։ Ամբողջ ֆրակցիան պատրաստ եք լսել ձեր հարցի պատասխանը, ցավոտ պատասխանա լինելու։ Որն էր իրանց այլընտրանքը։ Այլընտրանքը մեր ընդդիմությունը որպես դրան այլընտրանք ֆանարիկային երթերն է առաջարկել։ Ասենք թե դուք քաղաքացիական պայմանագրի պատգամավոր եք, որը թրաֆիկինգին հավասար պայմաններում պահվում է բանում, ազգային ժողովում։ Հովիկ Աղազարյանի տարբերակը հիշում եք։ Հիմա վաշի ձեստվե ինչ եք անելու։ Ես հա դուք հայտնեք հայտարարեք, եսի ինչ հայտնվեք Մայլան Նարեկի նման բանտում այդ այլընտրանքը հարգելի պարոն Գալստյան պետքա տրամադրեր քաղաքական ընդդիմությունը, որը 4 տարի զբաղված եղել անգործությամբ, պորտաբուծությամբ, բարձր աշխատավարձով բոքսի տանձիկ աշխատելով է զբաղված եղել ընդդիմությունը, մարդկանց խաբելով է զբաղված եղել ընդդիմությունը։ Այդ քանի փոխարեն ընդդիմությունը պետքա ստեղծեր մի հատ քաղաքական այլընտրանք, որ քաղաքացիական պայմանագրի падգամավոր կոնկրետ Հովիկ Աղազարյանը, երբ որ արդեն իրան ստորացնում նսեմաստում են, ինքը գնալու տեղ ունենար, ինքը Նիկոլ Փաշինյանի քթի տակ թափ տալու բան ուներ, ասել, այ եթե դու տենց ես կգնամ կմիանամ այդ քաղաքական այլընտրանքին։ Ու դա չի եղել։ Դրա փոխարեն եղել են հիմարություններ ազգային ժողովում, քրդնած տղամարդկանց քաշքշոցներ, դաշը ծեծկրտուկ էլ նորմալ չեն կարողանում կազմակերպեն։ Ասենք այդ առումով մեծ ափսոսանք եմ հայտնում։ Դա այդ ձեր հարցի պատասխանատուն, թե ինչի Արցախի հանձնման ժամանակ քաղաքացիական պայմանագիրը խմբակցությունը մնաց կուռ, այն նրա համար, որտեղ կուռ չմնալու այլընտրանք չուներ, քաղաքական այլընտրանք չկար, հասկանում եք, գոյություն չուներ մի տեղ, որտեղ մարդը, ով որ այդ 72 հոգուց մի հոգին թեկուս, որը դեմ կլիներ այդ ամեն ինչին, թքեր թողեր գնար այդ այլընտրանքին միանար։ Այ մենք հիմա զբաղված ենք այդ այլընտրանքը ձևավորելով եւ դա անպայման տեղի ունենալու, պարոն Գալստյան։ Ես լսեցի ձեր պատասխանը, հիմա հարցնեմ, ֆանտաստիկ։ Վազգեն Մանուկյան, Բագրատ arczepiskopos Գալստանյան, այս մարդիկ այլընտրանք չէին վարչապետի հրապարակի տեխնացուներ։ Դրանք ուղղակի անուններ են։ Իրանք ոչ մի առումով չեն եղել քաղաքական այլընտրանք։ Այսինքն թղթի վրա գրված իմպիչմենտի վարչապետի նախաձեռնություն չի եղել իմպիչմենտի երբեք, պարոն Գալստյան։ Խաբել են, ասել են իմպիչմենտ կանենք, արել են անվստահության հայտարարությունա նման մի բան, հավաքել են ժողովրդին, մեկ էլ Բագրատ Գալստանյանը այնտեղ ժողովուրդը հավաքվեց, նոր ինքը իմացավ, որ ինքը կանադայի քաղաքացի է։ Այդ իր հետ, այդ որ այսօր ասում են, մենք ենք նախաձեռնել այս շարժումը, իրենք նախաձեռնեցին, հասան 100,000 մարդ հավաքվեց, նոր ասին, պարոն Գալստյան, մենք ձեր անձնագիրը կտակ տենանք դուք։ Չէ, Բագրատ պարոն Գալստանյան չէ։ Չէ, հա, իհարկե, Բագրատ Սրբազան հայր, ես այդ առումով ներողություն եմ խնդրում, իհարկե նկատի ունեի քաղաքական անձնագրային տվյալների մասին։ Դուք որպես հոգևորականի զավակ այդ պիտի պահեք, էլի։ Այդ առումով հա ներողություն եմ խնդրում Սրբազան հորից, ես նկատի ունեի անձնագրային տվյալները որպես վարչապետի տեխնացու, այլ ոչ հոգևորացանը, հա, այդ առումով իհարկե թերցում խնդրում չլինի։ Ես Բագրատ Սրբազանը հավաքեց 100,000 մարդ, նոր իմացա, որ ինքը կանադայի քաղաքացի է, այսինքն մինչև այդ անհնար է բարձր, այսինքն հնարավոր չէ տնային աշխատանք այսպես, որ այսօր թափ են տալի մեր քթի առաջ տնային աշխատանք, ինքս կի կուրսի չեն մենք ինչ սկրուպուլոզ տնային աշխատանք։ Այո, դուք ինձ վաղուց եք ճանաչում, այդ մասով կարծում եմ վստահ եք, որ Պարոն Մալյան, լավ, մենք մի շատ ենք թռնում, միշտ որովհետև այս խորհրդակցությունները այդ տրամաբանության մեջ ալ շատ հարցեր կան, շատ պատասխան թռնում ենք համակարգային չի ստացվում, էլի ինտերվյու վերջում։ Հիմա համակարգային մենք ունենք երկու քառորյա, չէ՞, ինչքան ես գիտեմ, եւ հնարավոր նաեւ արտահերթ նիստեր խորհրդարանի, որ կարող է տեղանալ հունիսի վերջ եւ այլն, հա։ Թայմինգի առումով մենք սպասում ենք գործընթացին, ռեալ գործընթացին, որտեղ կարող է լինի անուն ազգանուն եւ հետո գործընթաց, հա, մինչեւ ամառային արձակուրդներ, թե ամառային արձակուրդներից հետո։ Ես այդ հարցին չեմ պատասխանի։ Ես սպասում եմ, մեծ հաշվով ասեմ, ես ամեն ինչ անելու եմ, նախաձեռնելու եմ, որ process-ը նախաձեռնությունը սկսվի իհարկե մոտակա օրերին, ինչ ամառային արձակուրդներ։
Մնացածի մասին ըստ այդ մեր ունեցած թայմինգի եւ տնային աշխատանքի դետալային քայլ առ քայլ կգնանք կտեսնենք։ Ոչ մի բան այսպես սպանտանը չի արվում։ Ինչ վերաբերվում է wording-ին, մեր սուր, այսպես քննադատողաբար, որից տրտնջում են մեր Դե բայց դա էլ է բնականաբար։ Մարդիկ ասում են, որ հետո չես խոսացել, արդեն այն գլխի տիշնում ես վրեքներս։ Հիմա այդ մարդկանց տեղեկացնեմ, որ այդ wording-ը գնալով ավելի չոր, կոշտ, կոպիտ եւ ավելի ծանր լինելու, այսինքն ինքը չի գնալու դեպի մարմն։ Ըստ իրանց գործողություններից գնահատականները լինելու են ավելի չոր, ավելի կոշտ, ավելի ցավոտ։ Հետևաբար ես կոչ եմ անում մեր սիրելի падգամավորներին բանի ջայլամի կեցված չընդունել, ավազի մեջ գլուխը չթաղել եւ ձևացնել, որ չկա իմպիչմենտի օրակարգ, հակառակը ինչքան շուտ միանաք, այնքան ավելի քիչ վնասով դուրս կգաք այս իրավիճակից։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Հրավերս ընդունելու բավական հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Արթուն ենք քաղաքացիական շարժման հանրային կապերի պատասխանատու, իմպիչմենտի գործընթաց ոչ թե նախաձեռնող, այլ ոնց ձևակերպենք, այլ այդ նախաձեռնողներին առաջարկող, որում սուր wording-ով առաջարկող Նարեկ Մալյանը։ Լավ եղեք։